եթե օրինակ մեր բյուջեն այս 7 տարիների ընթացքում հավելյալ ինչքան էիք ասում 4.2 միլիարդ դոլարի հավելյալ գումար է մտել, այդ դեպքում պարզ հարց է առաջանում, բայց 7 միլիարդ դոլար պետական պարտքը ինչու ենք վերցրել։ Այդ 7 միլիարդ դոլարը ինչ ենք արել, ինչ եք արել, եթե 4.3 ավելացել է, դրան էլ 7 միլիարդ դոլար ավելացրել եք, ինչ է ստեղծվել Հայաստանում կապիտալ առումով, որը մեր սերունդներին ինչ-որ մի բան տալու էր։ 7 միլիարդով կարելի էր 3 հատ ատոմակայան կառուցել, Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցել, գազամուղ կառուցել, հազար ու մի բան կարելի էր անել, ինչ եք արել այդ գումարով։ Եթե ասֆալտն եք հիմա առաջ բերելու, այդ ասֆալտը տեսել եք ոնց եք փռում։ Տարին նույն տեղը 5 անգամ փռում, հետ եք փռում։ Այնքան անորակ է այդ ամեն ինչը կատարվում։ Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ մինչև 2018 թվականին մեր պետական պարտքը եղել է 7 միլիարդ եւ 18-ից 25 թվականին գրեթե հասնում է արդեն 13 միլիարդի։ Եվ որպես արդյունք որևէ հստակ բան արձանագրված չի, այնպիսի ձեռքբերում, որը կարելի էր սերնդների համար թողնել։ Արտասահմանյան ներդրումների մասով ինչ ներդրում եք ապահովել մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունում։ Եթե օրինակ ամուսարը փորձեք հիշատակեք, ապա ես ձեզ կասեմ, որ եթե 18 թվականին նույնիսկ ներդրողը կարող էր ամբողջ գումարը դնել շահագործելու համար հանքը, ապա հիմա այդ ներդրման 150 միլիոն դոլարը Հայաստանի Հանրապետության բանկերն են տվել, այն էլ կառավարության երաշխիքով։ Դա ինչ է նշանակում, որ Աստված մի արածցե, ինչ որ մի բան տեղի ունենա եւ շահագործումը կասեցվի, 150 միլիոն դոլարը մնալու է ոչ թե ձեզ վրա, Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ մեր ապագա սերունդի վրա։ Որևէ գործարան մեծ առումով չի կառուցվել, չնայած նրան, որ խոստացել էիք, մետաղաձուլարան կառուցել, չկա, գազաբալոնների արտադրության գործարան, Սևանի շաքարում գործարան, հայկական հեռուստացույցների գործարան, Սեպու 1 ավտոմեքենաների գործարան, չկան, այդ ամեն ինչը հայտարարվել է, բայց տեղի չի ունեցել։